Բարև, ճակերտներում այսօր տիկին Կարինե Սուքիասյան-Քոչարյանն է։ Կարինե Քոչարյան ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Ստեղծագործական գործունեությունը սկսել է Գյումրիի պետական թատրոնից։ 1977 թվականին իր ամուսնու վաղամեռիկ տաղանդաշատ դերասան, բեմադրիչ և նկարիչ Վլադիմիր Քոչարյանի հետ տեղափոխվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ 1994 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր ելույթներ է ունեցել գրեթե բոլոր հայաշատ նահանգներում։ Ստեղծել է «Արձագանք» հեռուստահանդեսը, նպատակ ունենալով լրացնել այն ժամանակվա Սփյուռք հայրենիք հաղորդակցության պակասը։ Տարիներ անց ստեղծել է «Սփյուռքի ձայնը» հեռուստահանդեսը, ցանկանալով ներկայացնել սփյուռքահայության կյանքը, հիմնականում կենտրոնանալով Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի հայության գործունեության վրա։ 2003 թվականից Կարինե Քոչարյանը հանդիսանում է «Ամերիկայի ձայնը» հեռուստաընկերության հայկական բաժնի Նյու Յորքի ներկայացուցիչ լրագրողը։ Ինչպես սկսվեց օրը։ Հայաստանյան իմ օրերը միշտ մի տեսակ շատ ուրիշ զգացողությամբ են սկսվում։ Գիտեք, երբ որ ասում են օդն ու ջուրը կարոտել, պատահական խոսքեր չեն։ Պիտի գնաս ապրես, որ զգաս, երբ որ ես գալիս եմ Հայաստան, առավոտները Հայաստանի օդը կարծես հագեցած կարոտով ինձ տալիս է ուրիշ զգացողություն եւ ամեն անգամ ոչինչ չեմ հասկանում, օրս ինչպես է սկսվում, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, առաջին բանը սկսվում է Հայաստանի օդով։ Այսօր էլ սկսվեց Վանաձորի օդով։ Վանաձորի օդով, իսկ Վանաձոր դուք բերել եք ներկայացում։ Այո, մենք բերել ենք շատ աննախադեպ ներկայացում, այսինքն թուրք գրող Քեմալ Յալչինը գիրք է գրել «Հոգիս դեզմով կխայտա», որտեղ ինքը հանդիպել է գաղտնի ապրած, կրոնափոխ եղած հայերի, գրի առել իրենց պատմությունները։ Մեր ներկայացում, ես գիրքը թատերգության եմ վերածել, մեր ներկայացումը սկսվում է թուրք գրողի ներողությամբ եւ ավարտվում է իրեն մոր կողմից մատուցված ողորմությամբ հայ նահատակների հոգիների համար, ինչպես մենք մատաղ ենք մատուցում, իրենք ողորմություն են մատուցում հոգիների համար, եւ որը իմ ներկայացման հիմնական ասելիքն է, վերջանում է նրանով, որ թուրք գրողի կերպարը, որ բեմում որ մարմնավորում է Արթուր Կարապետյանը, ասում է այդ գիշեր ամեն մարդ հանգիստ Հոնաս գյուղում հանգիստ հոգիով քնացավ։ Ասելիքս այն է, որ թուրքեր, եթե դուք ընդունեք, դուք ինքներդ հանգիստ հոգիով կքնանաք։ Որ գիրքը մարդ պետք է անպայման կարդացած լինի։ Գրքերը բազմաթիվ են, Արթուր։ Այո։ Իմ երիտասարդ տարիներիս, երիտասարդ ասելով ավելի պատանեկան տարիներիս, ամենասիրածս հեղինակը Սերվանտեսն էր, եւ ես բոլորին ասում եի, ինչպես կարելի է Դոն Կիխոտը կարդացած չլինել։ Դոն Կիխոտը պետք է ամեն մարդ կարդա։ Հետո որ մի քիչ մեծացա, արդեն երևի 10-րդ դասարան ինստիտուտի շրջանում, սկսեցի կարդալ անընդհատ Նարեկացի, կարդալ, որովհետև սկիզբը չէի հասկանում։ Ինձ ինչ որ անընդհատ կրկնություն էր, որովհետև չէի կարողանում մեջը մտնել։ Եվ ասեմ ձեզ, որ մինչև հիմա եմ կարդում։ Մենք որպես հայ անպայման պիտի կարդանք Նարեկացի, եւ լավ կլինի, որ որոշ տողեր էլ անգիր անենք, դրանք մեզ օգնում են։ Իմ ներկայացման մեջ իմ իջայլոց թուրք մայրը պատմում է, որ եւ իրական որ զորավոր գլխուցավեր է ունեցել։ Ես արեմտահայերենով եմ ասում, որտեղ ներկայացումը գնում է արեմտահայերեն, եւ հայ կինը, որ ամուսնուն սպանել էին վաղուց թուրքերը, իր գլխին Նարեկ է կարդացել եւ մինչեւ հիմա իր գլխին ցավերը անցել են։ Նարեկացին մեր բանն է, մեր սուրբ գիրքն է։ Հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Նախ բացառիկ խելացի են։ Ինձ համար աշխարհում գոյություն ունի մի ազգ, որը խելքի ուղակի բանն է, գագաթն է, դա հրյաներն են, ես շատ հրյաներ եմ հանդիպել, եւ ես միշտ ասում եմ, երբ որ իրենցով հիանում եմ, սկսած անցած մեծերից, Էյնշտեյնից ու մյուսներից մինչեւ այսօր, միշտ ասում եմ, հայերը պակաս չեն, խելացի են հայերը, բայց ի տարբերություն հրյաներին մենք նաեւ միամիտ ենք, մենք նաեւ ռոմանտիկ ենք եւ մենք մի քիչ ավելի չափից ավելի հուզական ենք երևի։ Թեև դա իմ կարծիքով վատ չէ։ Ոչ չէ։ Կա մի ֆիլմ, որը շատ եք սիրում։
Կան, շատ լավ ֆիլմեր կան, մանավանդ վերջերս ապրելով արդեն 20 տարուց ավելի, 21-22 տարի Միացյալ Նահանգներում տեսնում եմ բազմաթիվ հրաշք ֆիլմեր, բայց ինձ համար կա մի բեմադրիչ հայ, որը իմ հարազատն է, իրեն միշտ կարծես տեսնում եմ, դա Հենիկ Մալյանն էր, որի հետ բախտ եմ ունեցել աշխատելու, իր ֆիլմերն եմ շատ սիրում, իսկ երբեմն ինտերնետով բախտ եմ ունենում նայելու, ժամանակ եմ ունենում նայելու հայրիկ ֆիլմը, ես այդքան ֆիլմը չեմ տեսնում, որքան Մալյանին։ Ես ուզում եմ քեզ ու մեր երեխային տուն տանել։ Մարդավարի։ Ձեզով ասած։ Ինքն է ասել։ Չէ։ Ինչու եք կարծում, որ ամեն ինչ կարող եք։ Եկաք, բոլորին դուրս արեցիք, ինձ ոչ էլ հարցրիք։ Հիմա էլ ինձ վերցրեք, թե վիտակ դրեք և տուն տարեք։ Իսկ ես ուզում եմ։ Ինչու եք կարծում, որ ինձ չեն ուզում։ Գուցե ես չեմ ուզում։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ոչ։ Տղաս ասում է, որ եթե դու մի օր որոշես Արևմտյան Հայաստան գնալ, ես անպայման հետդ կգամ, որովհետև վախենում եմ, որ ես այնտեղ ինձ այնքան էլ լավ չպահեմ։ Խոսքից արդեն սիրտը սկսում է արագ աշխատել։ Ես վախենում եմ գնամ Արևմտյան Հայաստան։ Թեև այս ներկայացումը անպայման ուզում ենք Թուրքիա տանել, բայց Իստանբուլ։ Բայց Թումանյանի ասած եղաչախ կդառնամ ես էլ, վախենում եմ գնալ Արևմտյան Հայաստան, ուզվում եմ ահա որ, պատկերները տեսնելուց եմ ուզվում, չեմ եղել։ Երևանում ինչ սիրելի վայր ունեք, հատված, տարածք։ Ես սովորել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտում, ծնվել եմ Սիրահարների փողոցում, երբ որ Սիրահարների փողոցը վերջանում է, և սկսում էր Դեմիրճյանը, ճիշտ առաջին տանը սիրել։ Եվ ամբողջ կյանքս այդ Սիրահարների փողոցով գնացել եմ մինչև Թատերական ինստիտուտ, հին Թատերական ինստիտուտը Գիտեք Իսահակյանի վրա։ Եվ երբ որ գալիս եմ հանկարծ այդ տարածքով քայլում եմ, ես հիշում եմ ինձ շատ երիտասարդ, կարճ փեշով, սիրուն աղջիկ, այդ տարածքն եմ սիրում։ Գրեթե ոչինչ չի փոխվել։ Իսկ գիտեք, սովորաբար մեր հյուրերը, որոնք հիմնականում Հայաստանաբնակներ են, հարցնում ենք, թե կա մի քաղաք, որտեղ կցանկանայիք ապրել։ Դուք ինչպես եք հաջողությամբ ապրում 21 տարի Նյու Յորքում։ Շատ եմ սիրում Նյու Յորքը։ Նյու Յորքը պետք է ապրել Նյու Յորքում, որպեսզի սիրեք։ Նյու Յորքը խտացումն է աշխարհի արվեստների։ Եթե Նյու Յորքում ամեն երեկո որևէ մի արվեստի օջախ գնաք եւ դուք ապրեք 90 տարի, դեռ կլինեն տեղեր, որ չեք այցելել։ Նյու Յորքը խենթության քաղաք է, Նյու Յորքը հզորության քաղաք է։ Իհարկե ամենասիրածս քաղաքը Երևանն է, բնականաբար, որ գալիս եմ Երևան, ինձ զգում եմ այստեղ դու տանն ես, այստեղ քեզ սպասում են, բայց եթե ինձ հարցնեք, ասեմ, որ ամենասիրածս քաղաքը Նյու Յորքն է եւ կուզեմ, որ ով գալիս է Նյու Յորք, Նյու Յորքը տեսնի, ոչ թե նայի, այլ տեսնի։ Կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ հիմնահատակ գերում է։ Այո, կան շատ նկարիչներ կան, որոնք սկսած Վան Գոգից, նախ իմ ամենեն սիրած շրջանը նկարչության մեջ իմպրեսիոնիզմն է, որ կարծում եմ, որ մեծ հեղաշրջում էր նկարչության մեջ, դրանից հետո բոլոր իզմերը, որ եկան, դադայիզմից ու սյուրռեալիզմից սկսած, բոլորը իմպրեսիոնիզմի, այսպես ասած, բանն էին, հետևանքներն էին։ Իմպրեսիոնիզմը եկավ եւ ուղղակիորեն փոխեց նկարչական արվեստը եւ սիրում եմ բոլոր համարյա իմպրեսիոնիստներին։ Չգիտեմ, որը որից զատ եմ, բայց այն հաճելի ու սենց լավ զգացումը, որ ապրում եմ Մինաս Ավետիսյանի գործերից, որ երևի, չգիտեմ,
ուրիշ տեսակ մի զգացում եմ ունենում, ասեմ մինաս։ Լավ։ Թատերական ներկայացում, որը շատ տպավորվել է ձեզ վերջի շրջանում։ Հայաստանում Ընդհանրապես, որը ոչ ցած։ Նյու Յորքը ամեն տարի ունենում է ֆեստիվալներ, թատերական ֆեստիվալներ, որ գալիս են ամբողջ աշխարհից։ Ես անցյալ տարվա ֆեստիվալին տեսա մի ներկայացում ճապոնական, որ հիմնված էր իրենց ճապոնական հայտնի գործ, ինչպես ասենք հայերը անուշի վրա ներկայացում կանեին։ Այդ ներկայացումը յուղակի ինձ ցնցեց։ Նախ ճապոնացիներն են ինձ ցնցում, որովհետև ինձ թվում է դրանք այլ մոլորակայիններ են, լրիվ ուրիշ մի անեն ազգ են, բայց այդ ներկայացումը իրեն նրբությամբ, գիտեք, ներկայացումը ծայրից ծայր, կարծես շարժումը չէր կտրվում։ Կարծես այս ամբողջ այդ գեղեցկությունն էր, շատ գեղեցիկ էր։ Իսկ տարիներ առաջ ես Սունդուկյան թատրոնում նայեցի Վահե Շահվերդյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» Ալբերտ Պետրոսյանի գործի վրա եւ շատ սիրել էի այդ ներկայացումը։ Շատ լավ։ Ձեր ստեղծագործական գործունեության որ փուլն է եղել խիստ որոշիչ։ Նախ ասեմ, որ ամենեն որոշիչը դեռ նոր որ պիտի մտնեի ստեղծագործական աշխարհ կապված է Վարդան Աջեմյանի հետ, ես իրեն կուրսն եմ ավարտել։ Ես առաջին հենց քննությունից հետո ընկա եւ ոտքս կոտրեցի եւ չկարողացա մասնակցել քննություններին։ Եվ այդ ժամանակ քույրս, որ շատ երիտասարդ էր, ինձնից մի քանի տարի մեծ, գնաց ինստիտուտ, շատ sense վախվորած, ասեց, որ այսպիսի բան է պատահել, հնարավոր է, որ հետո ինքը գա, եւ իրեն ասեցին, որ Աջեմյանին տես, իրեն ասա, մոտեցավ Աջեմյան, մոտեցել է Աջեմյանին, ասել է, որ այսպես, Աջեմյանն այլ ասել է, սեպտեմբերի 1-ին կասեք թող գա դասի։ Մեր ընտանեկան խորհուրդը որոշեց, որ Աջեմյանը ուղակի այսօրվա մի քիչ փողոցային լեզվով ասած ցրել է։ Այսինքն ասել է բան է։ Բայց հետո երբ որ սեպտեմբերի 1-ը եկավ, ինձ որոշեցին, որ գնա փորձի, եթե մարդը ասել է, որտեղ շատ տարօրինակ էր, ինչ է նշանակում։ Եվ ես եկա սեպտեմբերի 1-ին դասի, Վարդան Աջեմյանը եկավ, կուրսին ողջունեց, ես շատ ամենավերջը նստած, կարմրած, մտածում էի, երբ դասը վերջանա, որ ես գնամ, որովհետև բոլորը ինձ նայում են, դու ինչի ես եկել, դու ով ես ընդհանրապես։ Աջեմյանը վերջում կանգնեց ու ասեց, նայեց, ասեց, Կարինե, ասա գնացա թող անունը ավելացնեն։ Ես երբ որ իջա դեկանատ ու ասեցի, բոլորը ինձ ասին, արի, տեսնենք դու ով ես, որ Աջեմյանը քեզ համար այդքան պայքարել է, որ այս աղջիկը պիտի լինի իմ կուրսում։ Դա երևի ամենավորոշիչն էր։ Իսկ իրոք որոշիչ է։ Այո։ Իսկ ընդհանրապես հետո վատ իմաստով որոշիչ էր, որ ես թողեցի ու գնացի Նյու Յորք։ Եվ ինձ երբեմն հարցնում են երջանիկ ես Նյու Յորքում, ասում եմ երջանիկ կլինեի, եթե թատրոնից կտրված չլինեի։ Ինձ թվում էր, եւ այդ շրջանում իմ գնալուց առաջ ես նաեւ դասախոսում էի թատերական ինստիտուտում եւ մանկավարժական կինոռեժիսորների բաժնում եւ իմ ուսանողները ինձ որ ասում էին հաճախ է տղաս արդեն Ամերիկայում էր գնում գալիս էի որ ինձ ասում էին կարող է ասում են Տիկին Քոչարյան գնաք ու մնաք ես ասում եմ եթե Հայաստանում մի հոգի լինի այդ ես եմ մնա այդ ես եմ լինելու ես իմ կամքով չէր որ մնաց ես շատ ծանր հիվանդացա շատ մահվան ու կյանքի պայքարեցի մոտավորապես 10 տարի եւ եթե չլինեի այնտեղ երևի ողջ չմնայի եւ դա ինձ կապեց մնացի բայց էլի որոշիչ էր այո մեր տոնացույցում որ տոնն է ամենասիրելին ձեզ համար Մեր հայկական տոնացույցում, որն է ամենասիրելի։ Ես կարծում եմ նախ մեր հայկական ծնունդը։ Իսկ ամերիկյան տոնացույցում ինձ համար ամենասիրելի Thanksgiving-ն է գոհաբանության օրը, որովհետև չգիտեմ որքան տեղյակ եք, դա ընտանեկան տոն է։ Բոլորը հավաքվում են ծնողների հետ եւ քանի որ երկիրը մեծ է, զավակները շատ հաճախ ուրիշ նահանգներում են ապրում
ահավոր խճողումներ է ճանապարհին, որովհետև բոլորը շտապում են, որ գոնե ժամը 5-ին հավաքվեն ընտանիքներով եւ Ամերիկան շատ է սիրում այդ տոնը, գիտեք։ Եվ քանի 100,000 խեղճ ու կրաքնդուհավ է մորթվում։ Եվ բայց դրա կողքին գիտեք, որքան աղքատներ են նվիրատվություն ստանում։ Պատահական չէ, որ մեր ամեն տարվա այս թելեթոնը, որ արվում է համահայտ այդ օրն է, որովհետև մարդիկ սիրում են այդ օրը նվիրում են իրար ամեն բան, դուք չեք պատկերացնի, արդեն Ամերիկան համար առաջինն է, մարդիկ դպրոցից ամենափոքր տարիքից, առաջին դասարանից, մանկապարտեզից երեխաներին դաստիարակում են, որ քո ունեցածի կեսը պետք է անպայման ուրիշին տաս, այդպես են դաստիարակում, Ամերիկայում երբ որ իրար, դու կարող ես ուղղակի փողոցում նույնիսկ բան խնդրել, ասել, որ գիտեք սենց է վիճակս, եւ տալիս են ամենաշատ Պատահական չէ, որ Nearest Foundation-ը ստեղծվեց եւ ովքեր են ստեղծողները Դաջը, Cleveland-ը, այսինքն պրեզիդենտից ու բանից սկսած հավաքվեցին եւ ստեղծեցին Nearest Foundation-ը, Nearest հիմնադրամը հայ որբերի համար։ Չապլինի Պստիկը ֆիլմի հերոսը, տղան, երեխան ամբողջ Ամերիկայով շրջեց եւ հանգանակություն հավաքեց։ Ինքը այն ժամանակվա մասշտաբներով հավաքեց $5 միլիոն։ Հիմա դա նույնն է, որ ասես 5 միլիարդ։ Եվ բազմաթիվ նկարներ կա, եթե ուսումնասիրեք։ Եվ այդ ամենը գնաց այդ բոլոր որփանոցները, որ բացվեցին, սկսած Գյումրիի որփանոցից եւ Միջին Արևելքում որփանոցներից, այդ բոլորի ֆինանսավորումները գնում էր Ամերիկայից։ Եվ գոհաբանության օրը դուք չեք պատկերացնի, թե որքան են մեկը մյուսին նվերներ տալիս դպրոցներին, միություններին, որփանոցներին, ծերերին, այսինքն մի օր է, որ կարծես պարտավոր են բոլորը իրար ինչ-որ եւ դրամ են հիմնականում նվիրում։ Սիրում եմ այդ տոնը։ Մարդասիրության տոնը։ Այո, եւ քանի որ հայտնվեցինք այս հրաշալի ուրեմն տոնի եւ այս ընտանիքի շրջապատում, մեզ մի քանի նոր թարմ տեղեկություններ Նյու Յորք, Նյու Ջերսի, այս հայկական միություններ եւ ընդհանրապես կազմակերպվածություն, հա, ինչպես եք դուք գնահատում։ Ես ձեզ ասեմ, որ Նյու Յորքը մի քանի մեծ միությունների կենտրոնն է, թե գիտեք, հայ բարեգործական ընդհանուր միությունը 105 տարվա միություն, ինքը ստեղծվել է եւ գտնվում է իրեն հիմնական բանը, գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Եվ այնտեղից է կառավարվում ամբողջ աշխարհով մեկ իրեն մասնաճյուղերը։ Հայօգնության միությունը, որը նորից 110 արդեն տարվա միությունն է, էլի ման է։ Մենք շատ Նյու Յորքի հայ համայնքը շատ կազմակերպված է։ Մենք Նյու Ջերսիում ունենք միայն 9 հայկական եկեղեցի։ Մենք Նյու Յորքում ունենք 7 հայկական եկեղեցի եւ եկեղեցիները միայն աղոթատեղի չեն, հավաքատեղի են։ Ես շատ հաճախ սիրում եմ կրկնել, որ եթե չլինեին այս հայ եկեղեցիները, Նյու Յորքի շրջանում հային կհանդիպեր երջանիկ պատահականությամբ։ Մենք Լոս Անջելես չենք, որ նույնիսկ խանութ ես մտնում, հայեր ես տեսնում։ Մենք Նյու Յորք ենք։ Ուրեմն ինքը շատ հավաք համայնք է։ Ինքը բավականին օրինակի համար, երբ որ հրավիրել էի Արթուրին եւ Սաթենիկին, որ գան Նյու Յորքում եւ համայնքի հետ երբ որ տեսնում են, շփվում են, ասում են, ինչ ուժեղ, ամուր, լավ համայնք ունեք։ Իսկ ձեր հեռուստաժամը գործում է։ Այո, անշուշտ գործում է։ Այո, իմ հեռուստաժամը գործում է, կոչվում է Սփյուռքի ձայն։ Արդեն 20 տարվա գործունեություն ունեմ, իդեպ այս տարի մարտի 5-ին որոշված է տոնել այս 20-ամյակը իմ գործունեության, գործում է եւ հիմնական առաջ երբ որ նոր էր, իմ նպատակն էր կարծես որ Հայաստանը ներկայացնել Սփյուռքին, որովհետեւ գիտեք ինչքան փակ էր։ Եվ ես մի քիչ իմ հաղորդումները ման են հիմնականին պոզիտիվն եմ ցույց տալիս։ Ոչ թե նրա համար, որ ես չեմ տեսնում նեգատիվը, բայց ես ուզում եմ, որ Սփյուռքը, մանավանդ այդ սկզբի շրջանում, ես ուզում եմ, որ Սփյուռքը սիրի Հայաստանը։ Իմ նպատակը չէր, որ տեսեք ինչ վատ է, տեսեք ինչ կաշառակերություն կա, տեսեք ինչ այս կա, տեսեք սպանություններ են, տեսեք իմ նպատակը այդ չէր։ Ես ուզում եմ, որ Սփյուռքը սիրի Հայաստանը։ Թող սկիզբը սիրի,
Հետո ճանաչելուց, եթե վատ բան էլ տեսնի, այդ սերը Տիգրան Մանսուրյանը այդ տարիներին եկավ ինձ մոտ եւ ես իրեն հետ հարցազրույց արեցի, ասեց հիմա նոր է Սփյուռքն ու Հայաստանը իրար նոր են բացվել եւ ասեց երկու կողմի, այսպես ասած, վատ իմաստով ճարպիկներն են իրար հանդիպել, թող իրար ասեց խափեն, իրար այս լինի, այն լինի, հետո ասեց երկու կողմի նորմալ մարդիկ իրար կհանդիպեն եւ երկուսն էլ կսկսեն իրար սիրել։ Մենք խոսում ենք նրա մասին, որ գնում են, հիասթափվում են, այս են, այն են եւ այլն եւ այլն։ Եվ այդ Տիգրանի վերջերս իրեն տեսա, ասում եմ Տիգրան, գիտես չէ, ամեն տեղ ես քո ասածը մեջբերում եմ, որովհետեւ հրաշալի ասած էր։ Իմ նպատակը այս էր։ Իսկ այսօր ես ինչ եմ անում։ Ես ուղղակիորեն պատրաստում եմ հաղորդումներ սփյուռքահայության կյանքի, նյույորքահայության կյանքից։ Եվ սրանք, քանի մենք ունենք այսօր ամբողջ աշխարհը փոքրացել ու եկել մտել է մեկ հատ արկղի մեջ, որ կոչվում է կոմպյուտեր եւ ինտերնետ, բոլորը զետեղվում են բնականաբար ամեն բաների մեջ, մեդիաների մեջ եւ մնում են որպես արխիվ։ Մեզանից 100 տարի հետո կարող են իմանալ, թե այսօր Նյույորքում ինչ է կատարվել։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Եթե այդ հեղափոխությունները արվեստի մեջ են, գիտության մեջ են, հրաշալի են վերաբերվում։ Եթե այդ հեղափոխությունները հեղաշրջումների մեջ են, այսինքն քաղաքական հեղափոխություններ են, վատ են վերաբերվում, որովհետև այդ հեղափոխություններից երբեք լավ բան չի դուրս գալիս։ Ես ավելի համաձայն եմ մեծ աշխարհների, մեծ քաղաքակիրթ երկրների հեղափոխություններին, որոնք ոչ թե վերցնում եւ քանդում են եւ նորը կամ ստեղծում են կամ էլ չեն ստեղծում, այլ իրենք շատ կամաց մի վիճակից անցնում են մյուս վիճակին, մի վիճակից մյուս վիճակին, եւ մարդիկ նույնիսկ չեն զգում։ Ես դրան եմ համաձայն։ Թող նկարչության մեջ, ինչպես ասեցի, իմպրեսիոնիզմը անի հեղափոխություն, թող գրականության մեջ լինի հեղափոխություն, քան տեղ կա, որ լավ հեղափոխությունների պետք ունենք, պրոգրես, բայց իրար չսպանենք։ Ինչ արյունոտ կիրակից բռնած մինչև այսօր ինչ ենք տեսել հեղափոխությունից, եւ այս մարդիկ, որոնք հեղափոխությունը անում են, պարզվում է, որ իրենք այնքան էլ հայրենասեր մարդիկ չեն։ Իսկ մեր քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի կյանքը ձեզ համար օրինակելի է, ուսանելի է։ Հայ։ Ցանկացած։ Ես ձեզ ասեմ, որպես քաղաքական գործիչ ինձ համար ամենահզոր մարդը Գանդին է, հայրը։ Եվ եթե ուզում եմ որևէ խելացի մի որևէ բան, աֆորիզմ կամ բան մեջբերում անեմ, Գանդի եմ գնում, ինտերնետի մեջ ամբողջ իրեն մտքերը կա։ Եթե Հայաստանում մի հատ Գանդի ծնվեր, ես կարծում եմ մեր այս փոքր Հայաստանը ինքն 1 միլիարդ կլինի։ Չէ, այդ տեսակ հզոր մարդ ծնվեր։ Մեր փոքրիկ Հայաստանը բառից բուն իմաստով 2-3 տարում կդառնար դրախտավայր։ Մեծություն է, շատ մեծություն է։ Ինչ պատմական իրադարձություն է ձեզ ցնցել։ Սովետ միության քանդվելը։ Ես սովետի բան եմ, չէ, սերունդ եմ։ Գիտակցական կյանքս աչքերս բացել եմ սովետի մեջ։ Ով էր սպասում, որ շատ լավ եղավ, որ քանդվեց, բայց ով էր սպասում, որ կքանդվի։ Այո, ցնցող էր։ Մյուսը սպասում եմ նրան, որ Արևմտյան Հայաստանը դառնա մերը։ Ձեր խոսքերով։ Կամ մանկության ինչ-որ դրվագ, որը շատ անջնջել է։ Ես երբ որ տեղի ունեցավ առաջին միտինգը, ցույցերը Հովհաննես Շիրազ եւ այլն, ես այդ ժամանակ 13 տարեկան էի, օպերայի բակում, ցեղասպանության համար։ 50-ամյակի 65 թվական գնացիք։ 50-ամյակի, այո։ Ես հիշում եմ, որ ես մամայիս ասում եմ, մամ, ես ուզում ինձ տար, վերջը մամաս ասեց, ախ, սիրախեն ինչ ա ուզում ինձանից ու վերցրեց, մենք գնացինք այդ բակը։ Շատ սովետ, այսինքն այդ տարիներին, այդ զարթոնքը, այդ կոչերը ցեղասպանության համար մի ուրիշ բան էր։ Ինձ համար դա, ինչ ասեմ, աննկարագրելի, իսկապես բարձ չեմ գտնում ասելու։ Եվ ես հուզված
արցունքոտված, որովհետև մայրս շատ փոքր ցեղասպանությունը իգդից փախել են մի խոսքով եւ այլն։ Եվ ես մեծացել եմ մամայիս պատմություններով։ Եվ ես ինքան ինձ ուզված, ինձ լացում էի, ինչ որ սենց վիճակում էի, ախավոր եւ այլն, ու եկան քեռու մամայիս եղբոր ոչ հարազատ, եղբոր տուն։ Եկանք ու ներս մտանք, եղբոր կինը ասեց, «Էս երեխան ինչի է լաց լինում»։ Մամաս ասեց, «Ով ինչ իմանամ է», ասեց, «Ապուշի պես տարա օպերայի բակ», ասեց, «Ընդեղ էլ այդ բաներն են, վրան ազդելա լաց է լինում»։ Ու այս երեխան շատ ամբարտավան մի հատ տղա ունեն, ասեց, «Ինչ են է հավաքվել, հողեր են ուզում հողեր»։ Հեսա ես մեր բայկու ինչքան հող կա տամ իրան։ Ես բարի վրա ես կոշիկս հանեցի ու խփեցի այդ տղայի գլխին։ Երբեք չեմ մոռանում։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայերին թե Հայաստան, հայ ժողովրդին թե Հայաստանին։ Մասիս սարը, աղթամարը, անին։ Մի քիչ էլ կարող եմ այն կողմ գնալ։ Իսկ հայ ժողովրդին թող ինձ ներեն, չնեղվեն։ Իրական հայրենասիրությունը։ Այսօր երբ որ գալիս էինք Վանաձորից, Արագածը այնքան գեղեցիկ էր երևում ու ասեցին կանգնենք, որ ֆոտոներ անենք։ Երբ որ կանգնեցինք, երևի մեզ ուրիշներն էլ են կանգնում, որտեղ շատ ճիշտ տեղ էր կանգնեցինք։ Ամբողջ շշեր, աղբ ու կեղտ էր լցված։ Ու ես ինձ նայեցի, ասեցի, հայրենասիրությունը սա է։ Չթափելն է։ Դու քո տունը որ սիրում ես, չես վերցնում, չէ կեղտ լցնում։ Ախր սա մեր տունն է, փոքր, սիրուն։ Այդ հայրենասիրությունը, այդ իրական, այդ փոքր, երբ որ սիրում ես մեկին, շոյում ես, մաքրում ես, պայպայում ես, երբ որ մի տարածք ես սիրում, մաքրում ես, պայպայում ես, ինչու, ես տարիներ առաջ խումբ էր եկել ինձ հետ, մենք գնացինք Սատանի կամուրջով անցանք, գնացինք Տաթև, հետ գալուց խմբի ամենատարիքոտը 80-ի մոտ էր, ամենաերիտասարդը 55-ից 60, ասեցի ժողովուրդ, հիացած եք ես ամեն ինչով, չէ, եկանք Սատանի կամուրջը կեղտ, աղբ, ուտելիքի մնացորդ տղպված իրար վրա, ես ստիպեցի ես ժողովրդին, կողքը թափված այդ բաներով, պլաստիկ ցելոֆան ոնց որ ասում եք դրանցով, ես ամբողջ աղբը հավաքեցին, ինձ էին հոգնել խեղճերը, ինձ վիճակի մեջ էին, ասմակուր, եւ երբ որ նստեցինք հետո ավտոբուսը որ գնում ենք, ես դարձա ասեցի, ուրախ եք, չէ, որ մի բան արեցիք, թող չանեն, դա է հայրենասիրությունը, ճոռոմ բոլորն էլ իրենց հոգում հետ սիրում են Հայաստանը, բայց այդ չի, կոնկրետ է հայրենասիրությունը, կոնկրետ, եւ Երանի մեր ղեկավարներն էլ ունենային այդ հայրենասիրությունը, շատ ունենային, իսկ եթե ձեզ շատ եմ սիրում, ես չեմ ուտում, ձեզ եմ տալիս։ Երաժշտական որ ստեղծագործությունը կարող եք շարունակ լսել։ Ես ձեզ ասեմ, որ ես շատ ֆան եմ, ինչպես ասում են, ֆանատիկ եմ օպերայի։ Նամանավանդ երբ որ գնացի ապրեցի Նյու Յորքում, երբ որ պետք է ինձ որևէ մի բան առնեմ, հագուստ կամ բան, ասում եմ, բայց շատ թանկ ավելա, ես օպերայի մետրոպոլիտեն օպերայի տոպսակ առնեմ։ Մանավանդ երբ որ մեր չքնախ Հասմիկ Պապյանն է գալիս, իսկ ինքը 5-6 անգամ երգել է մետրոպոլիտեն օպերայում։ Եվ գնում եմ, արդեն ինքը ինձ հրավիրատոմսել է տալիս եւ լավ տեղեր ամենաթանկանոց։ Շատ եմ սիրում օպերա, շատ եմ սիրում եւ կարող եմ հավերժ լսել Կաստադիվան նորմայից, այսինքն կարող եմ որևէ, երբ որ աշխատում եմ, միշտ արիա եմ միացնում կողքից ու լսում եմ։ Երևի Կաստադիվան միշտ կլսեմ։ Եվ Հասմիկն էլ շատ գեղեցիկ է երգում։ Եվ խաղացել է, երգել է նորմա։ Ինչից եք վախենում։ Տգիտությունից, մարդկային տգիտությունից եւ ամբարտավանությունից, որպես օրենք տգետները ամբարտավան են լինում։ Ես միշտ սիրում եմ ասել, այնքան տգետ է, որ նույնիսկ այնքան անգրագետ է, որ նույնիսկ գաղափար չունի, որ անգրագետ է։ Տգիտությունից։ Չարիք է։ Շնորհակալություն։ Ճակերտներում այսօր Տիկին Կարինե Սուքիասյան Քոչարյանն էր։ Բարի գիշեր, կհանդիպենք։